Բարև ձեզ։ Ամեն անգամ, երբ խոսում ենք մեր տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը սպառնացող վտանգների մասին, նկատի ենք առնում մի կողմից Ադրբեջանը իր հռետորաբանությամբ, պահանջներով եւ հայ-ադրբեջանական գործընթացի դժվար ընթացքով, մյուս կողմից Իրանը, Իրանի շուրջ բավական հետաքրքիր զարգացումներով։ Առաջիկա 30 րոպեներին խոսելու ենք այս թեմաների մասին, փորձելու ենք հասկանալ ստեղծված իրավիճակը եւ հետագա հնարավոր զարգացումները։ Սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իրանից սկսենք, այստեղ կարծես նոր եւ ուշագրավ զարգացումներ կան, նախ ընդհանուր գնահատական, հետո իհարկե կդետալացնենք ինչ է կատարվում Իրանում եւ Իրանի շուրջ, հատկապես վերջին շրջան ասելով նկատի ունեմ Թրամփի նամակը եւ Թեհրանի պատասխանը։ Դրանից հետո ինչ է կատարվում։ Շնորհակալ եմ։ Տեսեք, ընդհանուր առմամբ դեռևս անցյալ տարեվերջից, երբ որ ակնհայտ դարձավ, որ Միացյալ Նահանգներում վարչակազմ է փոխվում եւ բնականաբար Դոնալդ Թրամփի կառավարման մասին արդեն նախկին պատկերացումներ ունենալով Իրանում ակնհայտ էր, որ բավականաչափ այսպես մեծ մտահոգություն է ուրվագծվում առաջիկա 4 տարիների հետ կապված պայմանավորված Միացյալ Նահանգների վարչակազմի անթաքույց եւ աննախադեպ իսրայելական պրոիսրայելական ուղղվածությամբ, այսինքն ակնհայտ էր, որ դեռևս արդեն ընթացիկ տարվա սկզբից Իրանը նախապատրաստվում էր նմանատիպ սցենարների։ Ես կարող եմ մի քանի այսպես օրինակներ նշել, օրինակ նրանք փորձեցին ուրեմն ակտիվացնել բանակցությունները եվրոպական երկրների հետ միջուկային համաձայնագրի թարմացման հետ կապված դիվանագիտական տարբեր ուղերձներ էին հղում, որ պատրաստ են բանակցությունների եւ այլն, եւ միանշանակ բնականաբար կանխատեսել, որ Միացյալ Նահանգներն էլ նոր նախագահի արդեն պաշտոնավարման մեկնարկով իշարս այլ հարցերի առաջնային խնդիր է համարելու Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրը, խորհրդանշական էր, որ առաջին օտարերկրացի պաշտոնյային, որ ընդունեց Տրամփը Բենյամին Նեթանյահուն էր, եւ դրանից հետո թե իսրայելական քարոզությունը, թե հրեական լոբինգի միջոցով աշխատող արևմտյան քարոզությունը անընդհատ ուռճացնում էր ուրեմն այն հնարավոր զարգացումները, որոնք կարող են լինել Իրանի դեմ եւ միանշանակ է, որ այս զարգացումներն իրենց ազդեցություններ ունեն նաեւ Իրանի ներսում։ Մենք տեսնում ենք պատասխան քարոզությունը իրանական կողմից, իհարկե մի կողմից քաղաքական դիվանագիտական հարթությունում էլի պատրաստակամությունը գործընթացները հենց այս հարթությունում խնդիրները հարթությունում լուծելու, բայց միևնույն ժամանակ նաև ուրեմն պատասխան ոչ պակաս ռազմատենչ հռետորաբանությամբ տարբեր գործողությունները, վիզուալ տարբեր զորավարությունը չեմ հիշում այս ընթացքում արվել է թե ոչ, բայց բազմաթիվ հրթիռային փորձարկումներ արվել են եւ նոր կարողությունները ցուցադրվել են։ Դա նկատի։ Այո, այսինքն հիմա մենք տեսնում ենք զուգահեռ թե քաղաքական հարթությունում բանակցությունների պատրաստակամություն, այսինքն դիվանագիտական քայլերին դիվանագիտական պատասխան, դուք նշեցիք Դոնալդ Թրամփի նամակի մասին եւ դրան համապատասխան ուրեմն էլի նամակի տեսքով պատասխանը քարոզչական մակարդակում էլի նույն մակարդակում պատասխանը եւ իհարկե ռազմական մանևրների հարթությունում եւս պատասխանը։ Որտեղ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների կողմից ուրեմն մերձավոր արևելքում Պարսից ծոցի տարածաշրջանում որոշակի ներգրավվածության մեծացում եւ նույն տրամաբանության մեջ էլ տեսնում ենք Իրանի կողմից ուրեմն ել եմ ասում տարբեր գործողությունների ցուցադրություն, ուղերձներ հարևան երկրներին, որ ուղերձների կգանք, դուք ընդհանուր առմամբ նկարագրեցիք այն իրավիճակը, որ տեղի ունեցավ, որ ստեղծվեց Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններից հետո եւ հայտնի դարձավ, որ նոր նախագահը Դոնալդ Թրամփն է։ Հիմա կոնկրետ այս պահին ինչ ունենք, լրատվամիջոցները տեղեկություններ են տաղրացում այն մասին, որ Ալի Խամենեին կարգադրել է բարձր պատրաստվածության վիճակի բերել Իրանի զինված ուժերը։ Այսինքն իրավիճակը բավական լուրջ է այս իմաստով։
Տեսեք, այս պահի դրությամբ դեռևս իրանական կողմից հավաստում չկա այդ ինֆորմացիային, բայց ասեմ, որ շատ բնական կլիներ նման ուրեմն հրամանը եւ նման վիճակը կլիներ նման քայլ չձեռնարկել։ Որտեւ տեսեք, գոնե անցած օրերի ընթացքում մենք մի քանի անգամ նկատեցինք, օրինակ մի քանի քարոզչական գրոհներ առայն, որ Իրանի դեմ գործողություններ նախապատրաստվում։ Ընդ որում դա իրականացվում միաժամանակ մի քանի ուղղություններից կամ մի քանի կենտրոններից անգամ համագործակցությամբ իսրայելական, թուրքական, ինչու ոչ նաև ռուսական, որտեղ օրինակ Telegram ալիքներում շատ մեծ այսպես նպատակային արշավեր ընթանում, որ հեսա ուր է Միացյալ Նահանգները ինչ որ հարված է հասցնելու։ Իհարկե այդ հարվածի հավանականությունը կա, բայց այս պահին շատ փոքր է։ Այն դեպքում, երբ որ ուրեմն Միացյալ Նահանգները փորձում դիվանագիտական ճանապարհով խնդրի կարգավորման, այսինքն պարզապես գործարք պարտադրելով, հա, էլի այստեղ այն ինչ որ առաջարկում Միացյալ Նահանգները, բնականաբար դա այսպես ասած մոտավորապես կապիտուլյացիայի պես ուրեմն պարտադրանք է Իրանին, բայց Իրանն էլ ասում է, որ այդ պարտադրանքը եթե ուզում եք բանակցել ինչ եք սպառնում։ Այո, եթե կա այդ բանակցային այս պահին գոնե տրեքը, իմաստը որն է ռազմական եղանակով իրավիճակը ավելի լարելու սրելու։ Բանակցային տրեքը կա թե չկա։ Դրանք կանդրադառնանք, բայց մինչ այդ դուք խոսեցիք նաև այդ ծանոթագրերի մասին, ուղարկվել է Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Թուրքիային եւ Բահրեյնին, այն բոլոր երկրներին, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, որտեղ այն երկրները, որտեղ տեղակայված Միացյալ Նահանգների ռազմաբազաներից տեղի կունենան կամ դրանք կօգտագործվեն Իրանի դեմ հարձակման համար, միանշանակ կերպով այդ տարածքները, այդ երկրները վերածվել են օրինական թիրախի Իրանի համար։ Այսինքն սա հստակ ցույցում է, որ եթե Միացյալ Նահանգները, այսինքն հստակ գնահատական է կամ անգամ սպառնալիք է իրանական կողմից, որ եթե Միացյալ Նահանգները տարածաշրջանի երկրների ռազմաբազաներն օգտագործի, ապա այստեղ պատերազմը լինելու է տարածաշրջանային։ Ասում են կամ տարածքը տրամադրեք, կամ նույնիսկ օդային տարածք անգամ տրամադրելու դեպքում, սա իհարկե էլի կանխարգելիչ գործողություն է, քայլ է Իրանի կողմից, որը պետք է արվի դարձյալ, որովհետև կարծեմ ձեր տաղավարում էլ ունեցել են քննարկություն քննարկել, որ Իրան-Միացյալ Նահանգներ պատերազմը, Իրան-Իսրայել պատերազմը դա չի ենթադրում երկկողմ հակամարտություն։ Դա տարածաշրջանային մեծ հակամարտություն է, հաշվի առնելով այն ռազմական օբյեկտները, որտեղից տեղ ունենալու Իրանի դեմ հարձակումը։ Հիմա այս տրամաբանության մեջ Իրանը փորձում է այս պահին կանխել եւ մի քանի օր առաջ անգամ արաբական մի քանի երկրներից կային արձագանքներ, անգամ թուրքական կողմներ հայտարարել, որ ամեն կերպ դեմ են ուրեմն Իրանի դեմ որևէ ռազմական գործողության։ Բայց այս պահին գործնենք դիվանագիտական գործընթացի հետ, իհարկե չեմ կարծում, որ ռազմական տեսանկյունից իրավիճակը չի կարող փոխվել, եթե կոնկրետ գործողություններ տեղի ունեն։ Միևնույն ժամանակ օրինակ տեսնում եք Իսրայելի ակտիվացում։ Իսրայելի վարչապետը մեկնել է Միացյալ Նահանգներ բանակցելու Թրամփի հետ, բանակցությունների օրակարգը չի իրապարակվում, բայց ակնհայտ է, որ հիմնական թեման Իրանն է, այո։ Մյուս կողմից Իսրայելի արտգործնախարարը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, այնտեղ հստակորեն էլի ինչ որ պայմանավորությունների գալ են, որքան էլ արաբական կողմի հաղորդագրության հիմնական բովանդակությունը, այսինքն երկկողմ հարաբերություններն են քննարկել, բայց իսրայելական կողմը անթափույց նշում որ տարածաշրջանն է քննարկվել։ Նեթանյահուի այցին Միացյալ Նահանգներ մենք դեռ կգանք։ Ես թվարկեցի երկրներ, որոնք ծանոթագրեր են ստացել Իրանից, որ եթե օգնեն Միացյալ Նահանգներին այս կամ այն կերպ դա կդիտարկվի որպես թշնամական գործողություն, դուք նշեցիք, որ սա այն երկրներն են, որտեղ ռուսական ռազմաբազաներ կան եւ տվյալ ամերիկյան ռազմաբազաներ կան եւ տվյալ դեպքում Իրանի համար դրանք այսպես լեգիտիմ թիրախ կարող են դիտարկվել։ Ռուսաստանի պարագան ինչպիսին է։ Ռուսաստանն էլ հայտարարում է, որ Իրանի նկատմամբ այդ հարձակումները կամ այդ կարգի գործողությունները անընդունելի են եւ զսպվածության կոչ է անում Ռուսաստանը Իրանի ռազմավարական դաշնակիցն է, չէ՞, գործընկերը կամ չգիտեմ։
այդ հայտարարությունների տակ ինչ կա, հայտարարություններից անդին ինչ կա։ Դե տեսեք, հայտարարությունները կարևոր են, բայց այստեղ չեմ բացառում, որ որոշակի լարվածությունը մեր ցավալքում դա բխում է այս պահին գոնե Ռուսաստանի շահերից, որովհետև մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները առնվազն երկու ուղղությամբ նոր վարչակազմը երկու ուղղությամբ այս միջազգային հարցերի հետ կապված, գեր ներգրավվածություն է ցուցաբերում։ Մեկը Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորումն է, մյուսը Իրանի միջուկային խնդիրը։ Հիմա այստեղ եթե դիտարկում ենք այս պահին հաշվի առնելով վերջին ամիսների ընթացքում Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններում որոշակի խնդիրները, ռազմական աջակցության, հետախուզական աջակցության թույլատումը, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների միջև առկա խնդիրները եւ Ռուսաստանի կողմից բավականաչափ ակտիվացումը ռազմական գործողությունների թատերաբեմում, այս պահին կարծում եմ, որ իրավիճակային լարվածությունը բխում է Ռուսաստանի շահերից, որովհետեւ բոլորի ուշադրությունը կենտրոնանալու է այս հիմնախնդրի վրա, իսկ Ռուսաստանն ավելի է մեծացնելու ճնշումը ուկրաինական ուղղությամբ եւ ապագա գործարքը, որը կարող է լինել, հիմնականում բխելու է Ռուսաստանի շահից, այսինքն գետնի վրա իրավիճակ է փորձելու փոխել, նախ ամբողջովին վերադարձնելով այն տարածքները, որոնք այս պահին զբաղեցված են ուկրաինական զինված ուժերի կողմից, մյուս կողմից էլ ամրապնդելով իր դիրքերը հենց Ուկրաինայի տարածքում։ Այնպես որ այս պահին սահմանափակ ինչ որ լարվածությունը ձեռնտու է Ռուսաստան, բայց չեմ կարծում, որ տարածաշրջանային մեծ պատերազմը այս պահին կարող է բխել Ռուսաստանի շահից։ Եթե Ուկրաինայում ինչ որ ստատուս քվո ֆիքսվեր, գուցե Ռուսաստանը եւս ունենալով ավելորդ արդեն ազատված էներգիա հնարավորություններ ցանկանար ավելի մեծ ներգրավվածություն ունենալ մերձավոր, որտեղ սա հնարավորություն է լինելու Ռուսաստանի համար վերականգնելու իր դիրքերը այս տարածաշրջանում, որոնք Սիրիայի կորստից հետո էականորեն թուլացել են, մնացել է մեկ ռազմաբազա եւ մեկ հենակետ, որը մեծ հաշվով գետնի վրա հարցեր չի լուծում, բայց ասենք Իրանի ուղղությամբ արդեն ակտիվացումը, տեսեք, չնայած դուք նշեցիք ռազմավարական գործընկերներ, այո, բայց անվտանգային առումով իրենք փոխադարձ պարտավորություններ չունեն։ Հետևաբար սա մեծացնել է Ռուսաստանի դիվանագիտական ակտիվությունը այս ուղղությամբ, որոշակի կառավարելի մակարդակում առանց Ռուսաստանի համար ռազմական հետևանքների։ Դուք նշեցիք Նաթանյայի այցը Վաշինգտոն այսօր երկուշաբթի եւ օրակարգում բնականաբար կլինի Իրանը։ Այս պարագայում Նաթանյայում պիտի փորձի կորզել Միացյալ Նահանգներից իր կողմից Իրանի շուրջ էսկալացիան բարձրացնելու համաձայնություն կամ թույլտվություն։ Փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ, մենք հասանք Իրանի շուրջ զրույցներում լարվածություն եւ այլն, հավանականություն, հասանք Նաթանյայի այցին Վաշինգտոն։ Տեսեք, այս պահին բացի Իրանը մի քանի կարևոր հարցեր կան, որոնք կարող են ընդգրկվել Միացյալ Նահանգներ Իսրայել օրակարգում։ Հիմա գուցե երկրորդական թվա, բայց այդ տնտեսական մաքսատուրքերի հարցը ոչ պակաս կարևոր է։ Բայց այստեղ շատ հետաքրքիր բան կա, չէ՞, ասենք Իսրայելի նկատմամբ 17%, այն պարագայում, երբ որ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ հարաբերական երկրներ կան, որ 10% ընդամենը, բայց Իսրայելի նկատմամբ 17%։ Այդ մաքսատուրքերը այնուամենայնիվ հենց այնպես չեն հաշվարկված, որովհետեւ հաշվի առնելով Միացյալ Նահանգների քայլերից ցանկացած երկրի հետ կամ երկրների խմբի հետ այդ տոկոսաչափը սահմանելիս հաշվի առնել առևտրային հաշվեկշիռը այս համամասնությամբ է տեղի ունեցել, բայց այս հարցը թողնենք տնտեսագետներին, գանք մեզ հուզող հարցերին։ Տեսեք, եւս երկու կարևոր խնդիր կա։ Մեկը Գազայում շարունակող պատերազմն է, որովհետև մենք տեսնում ենք, որ Իսրայելը նոր ավելի լայն ներգրավվածությամբ
ուրեմն խնդիր է դրել հասնել այս իրավիճակի կամ այս խնդրի վերջնական հանգուցալուծմանը այն պլաններով, որը կա իսրայելական կառավարության օրակարգում, այսինքն չեմ վարանի հստակ պնդել, որ Գազայի հատվածի ամբողջական օկուպացիան է այս պահին Իսրայելի օրակարգում։ Իսկ դրա համար պետք է Միացյալ Նահանգների դիվանագիտական, քաղաքական եւ ռազմական աջակցությունը։ Հիմա գնում են դրան։ Զուգահեռաբար մենք տեսնում ենք լիբանանյան ուղղությամբ դարձյալ ակտիվացում։ Սա ես կապում մեկը մյուսի հետ եւ կոնկրետ Միացյալ Նահանգների միջնորդությամբ փորձ է արվում ամբողջովին զինաթափել Հիզբալլահ խմբավորումը Լիբանանի իշխանությունների վրա ուրեմն գործադրվող ճնշումների միջոցով։ Հստակ Միացյալ Նահանգներից կա պայման։ Դուք զինաթափում եք Հիզբալլահին, մենք ձեզ օգնում ենք դուրս գալ այս ճգնաժամից։ Հակառակ դեպքում կունենանք խնդիրներ։ Այս առաջինը, երկրորդը, որը շատ ոչ պակաս կարևոր է նշված ուղղություններից, դա Սիրիան է։ Եվ այստեղ Իսրայելը տեսնում է Միացյալ Նահանգների աջակցության կարիքը։ Սիրիայում նկատի ունեմ Սիրիայի գործող իշխանությունների եւ Թուրքիայի ուրեմն հարաբերություններում նկատվող ուրեմն վերջին միտումները, ռազմական ներկայության հարցը, որը կարծես թե արդեն իսկ որոշված հարց է, այսինքն Թուրքիան ռազմական ներկայություն ունենալու Սիրիայում, ընդ որում մի քանի ռազմաբազաներում, եւ Իսրայելը վերջին օրերին այդ ուղղություններով հենց անընդհատ օդային հարվածներ է հասցնում, այսինքն թույլ չտալու համար, որպեսզի Թուրքիան տեղակայվի պատրաստի ինչ-որ ենթակառուցվածքների վրա, անգամ տարբեր տելեգրամյան ալիքներ եւ այլ լրատվամիջոցներ երկրորդային նշում են, որ իսրայելական գործողությունների հետևանքով թուրք զինծառայողներ եւ ինժեներներ են սպանվել, հա։ Հիմա սա ես կարծում եմ, որ մյուս կարևոր խնդիրն է Սիրիայում Թուրքիայի մեծ ներգրավություն թույլ չտալը, որը կարող է լինել Միացյալ Նահանգների ակտիվ ճնշումների միջոցով, թե Սիրիայի վրա, թե Թուրքիայի վրա։ Ես կարծում եմ, որ այս պահին առաջնայինը սա է, իսկ Իրանի հարցը բնականաբար քննարկվելու է, բայց երևի թե այս պահին այն դիվանագիտական իրավիճակը գործընթացի, որը առկա է, որտեղ կարծում այնուամենայնիվ Իսրայելը այս պահին ինքն էլ պատրաստ չէ գնալու ռազմական ուրեմն լուծումների, գոնե 2023 թվականի հոկտեմբերից այս ակտիվացած Գազայի հատվածում հակամարտությունը եւ զուգահեռ process-ները ցույց տվեցին, որ Իսրայելը միաժամանակ մի երկու ուղղությամբ չի կարողանում գործողություններ իրականացնել։ Այսինքն Գազայում մի քիչ թուլանում էր, ակտիվանում էր Լիբանան, Լիբանանը դադարեցում էր, սկսում էր Սիրիան, հա։ Հիմա քանի դեռ մենք տեսնում ենք ակտիվ գործողություններ Գազայի հատվածում, զուգահեռ Սիրիա եւ Լիբանան, այս բան չեմ կարծում, որ ռազմական հարցը քննարկելու առաջնահերթություն կա, այլ փորձ է արվում դիվանագիտական եղանակով հնարավորինս մեծացնել ճնշումը Իրանի նկատմամբ։ Լավ, ասում եք Սիրիան այս պահին դժվար թե ցանկանա, որովհետեւ հազիվ թե կարողանա։ Ռուսաստանի մասին խոսեցինք, թե ինչքանով ձեռնտու է կամ ձեռնտու չէ այս տարածաշրջանում Իրանի շուրջ էս լարված ճանաչը, իսկ կոնկրետ բուն Միացյալ Նահանգների համար որքանով է ողջամիտ հիմա հարվածել Իրանին, ես նկատի ունեմ եւ Միացյալ Նահանգներում ներքին իրավիճակը, բազմահազարանոց ցույցերը Թրամփի դեմ, նրա քաղաքականության դեմ եւ այլն։ Երբ որ ես կանխատեսում եմ, որ այս պահին այդքան էլ իրատեսական չէ նման մեծ ռազմական արկածախնդրության մեջ ներքաշվել է, նաև դա նկատի ունի, այսինքն այս բանը Միացյալ Նահանգները բազմաթիվ առաջնահերթություններ ունի, թե ներքին եւ թե արտաքին, հա, եւ բնականաբար կարծես թե դատելով գոնե Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողություններից, այնուամենայնիվ ներքին օրակարգերը, տնտեսական խնդիրները, ներքաղաքական խնդիրները շատ ավելի գերակա են, անգամ եթե նկատել եք վերջին շրջանում կարճաժամկետ գործընթացներ ենք վերլուծում, բայց վերջին 1 շաբաթ, 2 շաբաթվա ընթացքում ռուս-ուկրաինական ուղղությամբ իրենց ակտիվությունը զգալիորեն թուլացրել են, ավելի կենտրոնացել են ներքին խնդիրների վրա, ավելի կենտրոնացել են տնտեսական խնդիրների վրա, Իրանի ուղղությամբ, հա, այսինքն այս բոլոր խնդիրների համապատկում եւ եթե նկատել եք որևէ ուղղությամբ այս պայն իրենք լուծումներ չունեն դիրքավորման, վերադիրքավորման process-ներն։ Այսինքն մենք ականատես կլինենք Իրանի վրա հստակ կենտրոնացման, երբ որ ինչ որ ուղղություններով
կլինեն հստակ լուծումներ։ Տեսեք, այնուամենայնիվ Միացյալ Նահանգները աշխարհի թիմի գերտերությունը լինելով նրա հնարավորություններն էլ անսպառ չեն եւ նրա էներգիան եւ նաեւ բնականաբար ներգրավվածությունն էլ ունի որոշակի սահմանափակում մանավանդ այնպիսի լրջագույն խնդիրների մասով ինչպեսին այսօրվա աշխարհակահական խնդիրներն են Ուկրաինան եւ Իրանը։ Հիմա եթե կանք արդեն բանակցային տրեկին, ինչպես դուք եք ասում, սրա ֆորմատը որը պիտի լինի, եթե Միացյալ Նահանգները առաջարկում է կարծես թե ուղիղ բանակցություններ, Թերանը ասում է հա բանակցենք, բայց ոչ ուղիղ, անուղղակի միջնորդավորված Օմանի միջոցով եւ այլն, ինչու Իրանին ձեռնտու չէ հարմար չեն նպատակահարմար չէ ուղիղ բանակցությունները, ինչու է Միացյալ Նահանգներն ուզում ուղիղ լինի եւ այս պարագայում որն է ավելի հավանական այդ բանակցությունները միջնորդավորված անուղղակի կլինեն, չեն լինի դրանք ուր կհասցնեն։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Տեսեք, այստեղ երկու գործոն եմ ուզում առանձնացնել։ Առաջինը իրանական դիվանագիտական այդ որում հազարամյակներից եկած այդ հատկանիշները անշտապ, հանգիստ, այսպես ժամանակի հետ առանց մարտնչելու մոտավորապես այսպես ասենք ձևակերպենք այս մոտեցումը որի հիմնական նպատակն է շատ ոչ կարճ ժամանակահատվածում ձևավորել այնպիսի ուրեմն օրակարգ, որը կարող է բխել իրեն շահերից։ Եվ այստեղ ես մի հանգամանք էլ նշեցի խոսքի սկզբում, որ առաջիկա 4 տարիները իրենց համար լինելու է բավականաչափ մտահոգիչ եւ կարեւոր։ Հետեւաբար իրենց հաշվարկները այս 4 տարիների ընթացքում դանդաղ, ոչ շատ արագ, եթե անգամ զիջումներ են լինելու, ոչ բովանդակային առումով ռազմավարական այդ քայլ առ քայլ լուծման գնալն է։ Իսկ դրա համար կամ այդ ուղեգիծն իրացնելու համար իրենց համար շատ ավելի արդյունավետ կլինի միջնորդավորված բանակցություններ, որտեղ դրանք իրենց տեմպով շատ ավելի թույլ են, քան ուղիղ բանակցությունները, երբ որ ուղիղ հանդիպում են ինչ-որ վայրում, ինչ-որ սեղանի շուրջ սկսում են բանակցել, այստեղ process-ն ավելի արագ է։ Իսկ Իրանը բնականաբար այս բան ռեսուրսներով էականորեն եւ նաեւ մանևրի հնարավորություններով զիջելով Միացյալ Նահանգներին նրա տարածաշրջանային դաշնակիցներին աշխատում է ժամանակի վրա, որքան հնարավոր է ուրեմն գուցե թե կանխատեսելով, որ ինչ որ պահի կարող է Միացյալ Նահանգների գործող վարչակազմի համար նոր խնդիրներ առաջանան կամ Իսրայել, Միացյալ Նահանգներ կամ Միացյալ Նահանգներ տարածաշրջանային այլ դաշնակիցներ հարաբերություններում խնդիրներ առաջանան, այլ կոնֆլիկտներ ծագեն տարածաշրջանային Չինաստանի, Թայվանի, իսկ դա բնականաբար դուռ է բացելու հնարավորություն նոր Իրանի համար։ Եվ երկրորդը վստահության հարցն է, այնուամենայնիվ Իրանում չեն վստահում Միացյալ Նահանգներին հաշվի առնելով նախորդ փորձը, որը կար, հա, Միացյալ Նահանգների Օբամայի վարչակազմը ստորագրեց միջուկային համաձայնագիրը, Թրամփի վարչակազմը հրաժարվեց դրանից, այսինքն հիմա նորից Թրամփը եկել է։ Այո, հիմա նորից Թրամփը եկել է եւ վստահություն չկա, որ ինչ որ հարցի շուրջ կգան պայմանավորության եւ այդ հարցերը կլուծեն։ Դրա համար իրենք աշխատում են այս բային օրակարգում պահել գործընթացը, բայց ոչ լուծումը։ Մենք խոսեցինք այն երկրների մասին, որոնք ծանոթագրեր են ստացել, որ եթե տարածք տրամադրեն կամ օդային տարածք տրամադրեն, դա Իրանի կողմից կդիտարկվի որպես թշնամական գործողություն, այդ երկրների շարքում չէ Ադրբեջանը։ Եթե ինչու այդ շարքում չէ, միայն նրա համար, որ այդտեղ ռազմակայան չկա, եւ եթե չնայած այս պայն ասում եք հավանականությունը բարձր չի, էսկալացիա լինի Իրանի շուրջ, սա Ադրբեջանի համար հնարավորություն է ավելի շատ եւ ավելի շուտ, թե սպառնալիք։ Դա իհարկե մեզ համար ամենակարևոր հարցն է, այո, Ադրբեջանի անունը չկար այդ թվարկված երկրների շարքում, որտեղ այնտեղ չկա ամերիկյան ռազմաբազա, որտեղ այս պայն խոսքը գնում է ոչ թե Ամերիկա, Իսրայել, Իրան հակամարտության մասին, այլ Ամերիկա եւ Իրան հակամարտության մասին։ Հետեւաբար պարզ է, որ այս պահին Իրանը չկա, բայց Իրանը մտքներ ունի։ Այո, բայց այս պահին Իրանի պատասխանները հենց Միացյալ Նահանգների ներգրավվածությանն են եւ
Միացյալ Նահանգների հնարավոր թիրախավորելն են ուղղված, թիրախներն են ուղղված։ Բայց ակնհայտ է, որ այդ հակամարտությունը, որը լինելու է Իրանի դեմ, դա ընդ որում ասեմ ոչ միայն Իսրայել, նաև Միացյալ Նահանգների մյուս դաշնակիցներին եւս ներքաշելու է այդ հակամարտությունը։ Իսկ եթե Իսրայելը մտնում է խաղի մեջ, բնականաբար այստեղ Ադրբեջանը չի կարող անմասն մնալ։ Բայց Ադրբեջանի ներգրավվածության աստիճանը կամ դիրքավորումը վստահաբար կախված է մի քանի գործոններից, հա, միայն այն, որ իսրայելական հետախուզական ներկայություն կա Ադրբեջանի տարածքում, դա բավարար չի հստակ պնդել, որ Ադրբեջանը կարող է մտնել խաղի մեջ կամ մասնակցել այդ հակաիրանական արշավին։ Այստեղ շատ կարող է Թուրքիայի տեսակետը աջակցել, այսինքն Թուրքիան եւ Ադրբեջանը ես կարծում եմ, որ իրենք միասնական որոշում են ունենալու այդ խաղի մեջ մտնել թե չմտնելու հարցում։ Իսկ այստեղ էլ բնականաբար իրենց հստակ խաղադրույքներն են ունենալու, իրենց ակնկալիքներն ու պահանջներն են ունենալու, հասկանալով, որ դառնալու են, այսպես ասեմ, եթե ամենախոցելի թիրախները Իրանի համար, հա, այստեղ շատ լուրջ չնչին մասնակցությունն իհարկե քաղաքական եւ ռազմավարական, այստեղ եւ հումանիտար առումով են տուժելու, էական է, որովհետեւ պատերազմի արդյունքով փախստականների հսկայական հոսքեր ելնելու թե Թուրքիայի տարած, թե Ադրբեջանի տարածք, ռազմական թիրախավորման մեծ հնարավորություն կա։ Մի խոսքով, հա, բազմաթիվ խնդիրներ, հաշվարկներ կան, որ ուրեմն պետք է անեն ադրբեջանցիները նման խաղի մեջ մտնելուց առաջ, բայց այն, որ Իրանում նախազգուշանում են, այս հարցով միանշանակ է, տարվա սկզբից մի քանի կարևոր այցեր եւ բանակցություններ են եղել, փոխադարձ ընդ որում այս ամսվա ընթացքում էլ Իրանի նախագահն է այցելելու Ադրբեջան եւ կարծում որ անշուշտ այս տարածաշրջանային հարցերը եւ իրանական կողմից հստակ այս որտեղ Իրանը աշխատում է Ադրբեջանի հետ այս պահին հրապարակային չխոսել, բայց վստահ եմ կուլիսային բանակցությունների ընթացքում հերթական անգամ այդ նախազգուշացումը դրվելու է որևէ հակաիրանական քայլ չիրականացնելու հետ կապված։ Այս ամենով հանդերձ էսկալացիան Իրանի շուրջ Ադրբեջանի շահերից է փոխում իր չմասնակցությամբ առավել եւս։ Ես կարծում ցանկացած պարագայում էսկալացիան, այսինքն էսկալացիան Իրանի դեմ Ադրբեջանի շահերից է բխելու ցանկացած պարագայում, որովհետեւ այդ էսկալացիայի արդյունքում ավելի մեծ հավանականությամբ Իրանը դուրս է գալու ավելի թուլացած։ Գուցե ամբողջականությունը տարածքային կարողանան պահպանել, գուցե վարչակարգը կարողանա պահպանել, բայց ինքն ավելի թուլացած է դուրս գալու, քան ներկայում է եւ քան ենթադրենք ասած 2 տարի առաջ։ Ես նկատի ունեի նաեւ Ադրբեջան, Հայաստան։ Հենց դրա համար եմ ասում, իսկ նման թուլացած Իրանը արդեն պատկերացրեք գոնե մեր տարածաշրջանում շատ կարևոր խնդիրների մասով մի խոչընդոտի վերացում է։ Նույն այդ տարածաշրջանային ապաշրջափակման հարցում, որի շուրջ կա Իրանը մշտապես սկզբունքային դիրքորոշում է դրսևորել, խոսելով սահմանների անխախտելիության բացառման մասին։ Հիմա բնականաբար ավելի թուլացած Իրանը կարող է խոսել, բայց իհարկե էական գործողություններ իրականացնել այս ուղղությամբ չի կարող։ Իսկ ավելի լավատեսական սցենարներ էլ իհարկե Ադրբեջանի համար հնարավոր են, երբ որ Թուրքիայի հետ եւ կարծում այնտեղ այդ հաշվարկներն էլ կան, Թուրքիայի հետ միասնաբար գնալու ուրեմն Ադրբեջանի եւ Իրանի սահմանակից այդ թուրքախոսներով բնակվող շրջաններում ավելի մեծ ազդեցություն ունենալու, գոնե առնվազն ազդեցություն, եթե ոչ շատ ավելի մեծ ակնկալիքներ, տարածքային ակնկալիքների մասին եմ խոսում, որտեղ վերջին շրջանում որքան իրանական կողմը անտեսում է այս խնդիրը, Ադրբեջանում շատ ավելի հաճախ են սկսել խոսել, ինչպես խոսում ճիշտ է, ոչ այնքան հաճախ, ինչքան խոսում են արևմտյան Ադրբեջանը, այսինքն Հայաստանի նկատմամբ հավակնությունների, բայց ավելի հաճախ, քան 1-2 տարի առաջ խոսում են արդեն հարավային Ադրբեջանի, այսինքն Իրանի թուրքախոսներով բնակեցված հատվածների մասին։ Մեկ հարցելու ավարտենք հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում Ադրբեջանի հապաղելը նաև Իրանի շուրջ զարգացումների սպասումով է պայմանավորված։ Այստեղ երկրորդ կարծիք չկա։ Ադրբեջանը չի ցանկանում իրեն գաղափարել, կաշկանդել
որևէ փաստաթղթով այն դեպքում, երբ որ կարող են առաջանալ հնարավորություններ ռազմական եղանակով ստանալու այն, ինչ այս պահին բանակցություններով չի կարողանում ստանալ։ Այսինքն, երբ որ այդ հնարավորությունները բացառվեն, ես վստահ եմ, որ Ադրբեջանն ավելի հաճախ կսկսի խոսել խաղաղության հաստատման մասին, գուցե նաև ավելի արագ տեմպերով գնալու այդ փաստաթղթին, որովհետև հակառակ պարագայում նոր խնդիրներ են առաջանալու։ Եվս մեկ հարց եւ նոր ավարտենք, մեր անելիքները այս ընթացքում բացի Իրանի շուրջ զարգացումներին ուշադիր հետևել են։ Դե բնականաբար այդ հետևելուց շատ ավելի առաջնային է ինքնապաշտպանական ներուժը եւ բոլոր հնարավոր ռազմական սցենարները կանխատեսելը դրանց նախապատրաստվել է։ Հիմա չեմ կարող ասել, որտեղ անիմաստ է խոսել տարբեր դերակատարների դիվանագիտական ջանքեր եւ այլն, որտեղ ակնհայտ է, որ եթե եղավ ռազմական էսկալացիա է, մենք ստիպված ենք լինելու ինքնուրույն պաշտպանել մեր սահմանները, բայց իհարկե որքանով որ հնարավոր է նաև ազդել միջազգային այն դիրքորոշման վրա, որ այս տարածաշրջանում պետք է բացառել ուրեմն նոր պատերազմի տարածաշրջանային պատերազմի հավանականությունը եւ որքան հնարավոր է պետք է մեծացնել Ադրբեջանի վրա ճնշումը խաղաղության փաստաթուղթը ստորագրելու։ Այս պահին այս ուղղությունը չնայած նշում եմ, երկու ուղղություններով մեր հնարավորությունները սահմանափակ են, բայց դա չի նշանակում, որ պետք է ոչինչ չանել, պետք է անել։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ, կհանդիպենք։